Բոսարակյալի եփեսացված եկեղեցվույն ուղված նամակեն պիտի գարտամ երկրորդ գլուխ 1-9 համարները ուրարակյալ այսպես կսե Եվ թուք որ հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք ինձ ցեզ գենթանացուց որոնց մեջ ադենոք գքալեիք այս աշխարհին բռնած ջամփովը այս օթին իշխանության իշխանին ուզածի պես այն ոգին որ հիմա ապստամբության որդիներու ներսիտին կներկործե որոնց մեջ ադենոք մենք ամենը սալ կբդդեինք մեր մարմինին ցանկություններով եւ մարմինին ու միտքին ուզածը կգադարեինք եւ փնությամբ փարգության որդիներ էինք ինչպես ուրիշները Բայց ասված, որ մեծ է ողորմությունով իր արած սիրույն համար, որով մեզ սիրեց, երբ հանցանքներու մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսի հետ կենթանացուց, թուք շնորհքով փրկված եք, եւ անոր հետ մեզ հարուց, ու անոր հետ նստեցուց երկնավորներու մեջ Քրիստոս Հիսուսով, որպեսզի քալու տարերու մեջ ցուցունե իր շնորհքին քերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեզի ցուցուցած քաղցրությունով Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով եւ այս ոչ թե ցեզմե է հաբա Աստուծո բարգևն է ոչ թե կորձերեն որ մեկը չբարձի Թողերորդներ խոսքին ընթերցանությունը մեր նույնը բիդալլա Արաքյալին այս խոսքերուն մեջ գարտացված մեզ Քրիստոսի հետ կենթանացուց Գարտացված հատվածի մեջ կարևոր ճշմարտություններ մեր առջև գտրվին եթե ուշադրություն ունենք որպես հավատացյալներ մեծապես գործնվենք եւ շնորհքին գդարած մեծ կորձերը կտեսնենք մեր կյանքերու մեջ Եթե միայն այս հատվածը առնենք Բավարար բիդլա անոր մեջ դեսնելու մարդուն ձակումը ներգան եւ աբական, որ ճակատագրական է։ Նաեւ որպես անաբաշխար մարդիկ, եթե հասկանան եւ ընդունին այս ճշմարտությունները, որ պիտի դեսնենք, փրկություն եւ ցնծություն պիտի գտնեն իրենց հոգիներուն։ Բողոս Արաքյալ այս համարներու մեջ Աբագանած փնություն ունեցող մարդուն վիճակը կնկարագրե թե ան մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած է նաեւ Աստուծո շնորհքը զայն փրկելու այդ վիճակեն եւ դուք որ հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք այս մահը հոգեվոր մահ է Երբ որ այս նամակը գքրեր ողջ մարդոց եկեղեցի մնե, որոնք գշարժին, գաբրին, գերտան, գուքան, գկործեն, բայց կսե թուք հանցանքներու և մեղքերու մեջ մեռած էին։ Ուրեմն բնական է, որ հոգևոր մահվան գագնարգեն։ Այսինքն հոգևոր մահ Աստուծմե բաժնված, գաբը խզված, Աստուծո հետ Ոևէ գապ չգա Ինչու համար այս թեփքը կամ այս վիճակին մատնված է մարդը երբ Ադամ եւ Եվա մեղանչեցին Աստուծո ներկայությունեն զրկվեցան եւ անոր հետ իրենց գաբը խզվեցավ Ինչու մարդը վդարվեցավ տրախտեն Եվ հոգևորապես մեռավ, ինչ էր անոր կործած հանցանքը, ոջիրմերին, քողություներին, շնություներին, ինչերին, բարձաբես Աստուծո ըսածին հագարագեցան, և այս է մեղքը, ասված օրինազանցություն է մեղքը, օրենքը խապանել, ասված պամը գսե, Մարդը գհագարագի, ոչ կսե, այդ է, պավարար է, մարդը բեք չունի, մեղքեր կործելու շատ, ասանք ձանր,
որ թադաբարդվի, մարդոց մեհերու պանդարգվի, աստուծո ըսածին հագարագիլ։ Ինչ կխորիք թուք գան այսպեսի մարդիկ, մեծամասնություն այդ է, մինչև իսկ քրիստոնյաներում մեջ, աստուծո ըսածին գահագարագին։ Եվ այսպեսի վիճակի մեջ գտնվող մարդը, որ ատամե սերած է, մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած է, չի գրնար աստուծո հետ հաղորդակցիլ։ Երբ Աստված ըսավ այն օրը, որ բդուղեն ուդեք պիտի մեռնիք, մեռավ, սակայն ինչը մեռավ, հոս արաքյալ լալգսե, թուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք, անոր հոգին, որ աստուծո բատկերով ստեղծված է, այն հոգևոր ընդունակությունները, որոնցմով աստուծո իրենց ստեղծիչին հետ գհաղորդակցեին, իր մարդուն էության մեջ այն մասը, որ աստուծո հետ գհաղորդակցեր, միտքը, խիղճը, գամքը, զգացումները, մինչև իսկ խոսքերը մեռավ։ Ան է որ գմերնի եւ ալ անոր հետ չի գրնար հաղորդակցիլ, աբագանած փնություն գգրե մարդը։ Ուրեմն, որովհետև բոլորս ալ ատամե սերած ենք, հոգևորապես մեռած ենք։ Ան որ աշխարհ գուքա, անոր հոգին մեռած գծնի, ֆիզիկապես գծնի։ Դարձյալ գտնեմ, որպես իզի սխալ չհասկանաք։ Հոգին մեռած գծնի, այսինքն միտքը, խիղճը, զգացումները, ամեն բան հոգևոր ընդունակությունները մեռած է եւ չի գրնար աստուծո հետ հաղորդակցիլ։ Պետք է այս հոգին նորեն ծնի, վերստին ծնի, գենթանանա, որպեսզի կարենա աստուծո համար ապրիլ։ Մարդը չի գրնար միտքը աստուծո ուզածին պես խորհիլ, չի գրնար, ցերկը չէ, մեռած է։ Չի գրնար աստուծո հաճելի որոշումներ արդել, գամքը մեռած է, պետք է գենթանանա, նորեն ծնի, որ մեհել ետքը աստուծո հաճելի խորհուրդներ գունենա, աստուծո սիրած դեղերը գերտա, ոտքերը, լեզուն, աստուծո հաճելի խոսքերով, խիղճը եւ այլ, հոգին ուրեմն պետք է գենթանանա։ Թուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք։ Այս է առաջին ճշմարտությունն է յուրաքանչյուր մարդուն համար։ Զայս ըմբռնե կամ ոչ, անոր հոգին մեռած է։ Ասիկա իմ վիճակս էր եւ քու վիճակը դեր։ Առաջ որ Քրիստոսը ընդունինք։ Հռոմայացված նամակի մեջ այս ուղղությամբ առաքյալը լայն ծավալի վրա գխոսի, կարդամ ցեզ 5:12, վասնզի ինչպես մարտեմը մեղքը աշխարհ մտավ եւ այն մեղքեն մահը, կտեսնեք մահը, եւ այնպես ամեն մարդոց վրա դարածվեցավ մահը, քանզի ամենը մեղանչեցին։ Աթամ թե հոգևորապես մեռավ, աստուծո հետ գաբը խզվեցավ, թե ֆիզիկապես գամած պիտի մեռներ։ Ուրեմն այս է մեր անցյալին վիճակը, ինչ որ անցյալին կպատկանի։ 2-4 համարներու մեջ գսե, որ ավելի հստակ կերպով կնկարագրե, թե ինչպես գաբրեինք եւ որուն ուզածը գնայինք, որոնց մեջ ադենոք կքալեիք այս աշխարհի բռնած ջամփովը, այս օթին իշխանությանը իշխանին ուզածին պես, այն ոգին, որ հիմա ապստամբության որդիներու ներսիտին կներկործե, որոնց մեջ ադենոք մենք ամենքս ալ կբդդեինք, մեր մարմինին ցանկություններով եւ մարմինին ու միտքին ուզածը կգադարեինք եւ փնության փարգության որդիներ էինք ինչպես ուրիշները, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, իր արած սիրուն համար, որով մեզ սիրեց։
Գտեսնեք ինչպես առաքյալը կնկարագրե, ինչպես Գաբրեինք աշխարհին բռնած ջամփովը, այնպեսի ոգիմը, որ ապստամբության որդիներու մեջ կկործե հիմա գսե առաքյալը, օդին իշխանին ուզածը գնենք, մեր մարմինին ցանկությունները կգադարենք, մեր միտքին ուզածը գնենք, մերած միտքին, Աստուծո ուզածը չի կրնարնել, պետք է գենթանանա, Անոր համար Աստուծո փառքության տակ կգտնվենք։ Գիտեք ինչու համար մարդը մեղքը կործե, ոչ թե որտև չար մեկն է, չէ, ոչ թե ասպես քեշ մարդ մնե, ադոր համար մեղքը կործե, ոչ, որովհետև հոգին մերած է, միտքը, խիրջը, զգացումները եւ նաեւ աբագանած փնություն կգրե, խափեպա սիրտ ունի, չար սիրտ ունի, այդպես է, այդպես կծնի, պետք է նորեն նոր մարդը ըլլա եւ ասիգա շատ դխուր վիճակ մնե, բոլորիս վիճակն էր անցյալին ասիգա, որպես հավատացյալներ, բայց ասված, որ մեծ է ողորմությունով գարտացինք, այս դխուր ցավալի վիճակի մեջ, մարդուն համար, որ այս երկրի մեջ գաբրի, եւ թե եթե Քրիստոսը չջանցնա, հանցանքներու եւ մեղքերու մերած վիճակեն չգենթանանա, հավիդյան Աստուծմե բաժնված պիտի ըլլա, բայց չորրորդ համարը ինչպես գարտացինք, բայց ասված, որ մեծ է ողորմությունով իր առած սիրուն համար մեզ սիրեց։ Ասված չուզեց մարդուն այս վիճակի մեջ թողել։ Ինչու համար, որովհետև մեծ է ողորմությունով եւ առած սերունի, առատ, չափ ու սահման չունի։ Անոր սերն էր, որ ստիպեց աշխարհ գալու։ Ոչ թե մարդը սիրվելու արժանի է, հաբա իր առած սիրուն համար մեզ սիրեց, երբ սիրեց, թուք հանցանքներու և մեղքերու մեջ մերած էիք, այն ադես սիրեց, մարդը մերած էր, Աստուծմե հեռու էր, Աստված սիրեց, ինչը սիրեց, մեր մերած հոգին, որ իր պատկերովը ստեղծված էր, որում միջոցով Աստուծո հետ կհաղորդակցեինք, այս անմահ հոգին, որ մերած է, սիրեց, ուզեց կենթանացնել, որպեսզի մարդուն իր շիդակ թիրքին մեջ բերե եւ իր փառքին մասնագից դարձնե եւ անոր հետ հաղորդակցի մարդը։ Մենք ֆիզիկապես Աստուծո հետ չենք հաղորդակցիր։ Մեր հոգին է, մեր միտքն է, մեր խիղճն է, մեր զգացումներն են, այնպես որ փառք կուտանք, որ Աստված մեզ սիրեց, մեր անմահ հոգին սիրեց։ Հովհաննես առաքյալ գսե, մենք զանիգա գսիրենք, որովհետև առաջ անիգա մեզ սիրեց։ Այլապես մարդը չի կրնար Աստված սիրել։ Զգացումները մերած է, պետք է գենթանանա։ 5-6 համարներում մեջ կտեսնենք Աստուծո մեծ փառավոր շնորհքը եւ անոր զորությունը, որովհետեւ մեղքերու եւ հանցանքներու մեջ մերած մարդուն գենթանացնելը թյուրին չէ, це հրաշք է, հրաշներուն հրաշքն է։ Այնպես որ այս կտեսնենք 5-6 համարներում մեջ Երբ հանցանքներու մեջ մերած էինք, կտեսնեք առաքյալ ինչ կսե, երբ հանցանքներու մեջ մերած էինք, Բողոս առաքյալ գնդունի իր մերածը լալը, անցյալին սագան, մերած ենք, մեզ Քրիստոսի հետ կենթանացուց, թուք շնորհքով փրկված եք, եւ անոր հետ մեզ հարուց ու անոր հետ նստեցուց երկնավորներու մեջ, Երբ եղավ այս նստիլը երկնավորներու մեջ, այն վարգյանի, երբ մեր հոգին գենթանացավ, Բաշտոնապես մեր թիրքը
Քրիստոսի մեջ երկնավորներու մեջն է։ Հոչ չէ, վերջացավ, երկրավոր բաներու ետևե չենք երթար, որտեղ մեր մեռած հոգին կյանք ստացավ, գրնա Աստուծո համար ապրիլ։ Ուրեմն անցյալին ու ներկայիս փյուրավորներ Աստուծո մեջ շնորհքին ու անոր զորության վկաներն են։ Ես հալանոց մեկն եմ։ Մեծ շնորհք։ Մեղքի դիրմին մեջ են վերցնելը ասի մարդու գործ չէ։ Ոչ ալ ուղեղի լվացում է։ Մեկը գխոսի, վերջապես գահամոզվի։ Աստուծո հոգին գխոսի, եթե մարդը հավատք ընձայ է, այս զորությամբ գգենթանանա։ Հարուցյալ Քրիստոսի զորությամբ։ 6-րդ համարի մեջ կարդացինք եւ անոր հետ մեզ հարուց։ Այս 3 բառերու մեջ անոր հետ մեզ հարուց 3 ճշմարտություններ կտեսնենք։ 1. Միայն Աստված կրնա մարդուն կյանք տալ, հոգևոր կյանքին կանգնարկեն, հոգին։ Այսինքն մարդուն մեռած վիճակեն կենդանացնելու համար ասի Աստուծո գործն է։ Եվ միայն Աստուծո գործն է։ Այս մեղքի մեռած վիճակեն հարություն առնելը, կենդանանալը Քրիստոսով գլա։ Քրիստոսով եւ ոչ մեգումը միջոցով։ Կենդանանալը սիրելիներ հոգևոր գործողություն է։ Հոգևոր գործողություն է։ Նյութը գործունի ասոր մեջ։ Իրեր նյութական իրեր գործիքներ առնելով մարդուն չես կրնար կենդանացնել։ Հոգևոր գործողությունն է, որում գործիքներն են Աստուծո խոսքը եւ Սուրբ Հոգին։ Մարդուն սիրահոժարությամբ։ Առաջին Պետրոսի մեջ կգարտանք, որբեսի համոզվիկ, որ այս գործողությունը նյութական երևելի բաներով, գործիքներով չլար, հապա հոգևոր է, գսե առակյալը, առաջին Պետրոս 1:23, նորեն ծնածլալով, ինչը նորեն պիտի ծնի, ինչը, հոգին, մերած հոգին, որ մենք վերստին ծնունդ, կորպարը կործած ենք, նորեն ծնածլալով, ոչ թե աբագանացու սերմեն, հաբա անաբագանացու են Աստուծո գենթանի ու հավիդենական խոսքով։ Իսկ Հակոբոս 1:18-ի մեջնալ գսե իր ուզելովը մեզ ծնավ ճշմարտության խոսքովը ինչպես գծնի մարդ հոգին խոսքով Աստուծո խոսքով Աստծո խոսքի մեջ կյանք կա անորամար առակյալը գսե Հռոմայացված մեջ ես ամոթ չեմ սեվեր ավետարանը ինչու Բողոս որտեղ Աստծո զորությունն է բոլոր անոնց համար որոնք հավատք ընձայեն Աստծո խոսքին այդ խոսքի մեջ զորություն կա մարդուն վերստին ծնանելու հոգին կենդանացնելու հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած մարդուն կենդանացնելու մեր Տերը երբ որ Նիկոդիմոսին հետ կխոսեր ինչը սավ գիշեք ինչը սավ Նիկոդիմոս պետք է քեզի նորեն ծնանես ինչպես գարձեց որ մորը որովայնը պիտի մտնե ես դարիքոտ մարդ ինչպես նորեն ծնին չի հասկացա որ հոգին պետք է ծնի Նիկոդիմոս պետք է ճուրեն եւ հոգին ծնիս ճուրը եւ հոգին ճուրը բոլոր համայնքներն ալ կհաստատեն որ ճուրը Աստծո խոսքի խորհրդաբատկերն է վեճ չկա դուր մասին խոսքին Աստծո խոսքն է հոգին ալ Սուրբ հոգին է այսինքն ասել ուզեց Նիկոդիմոս պետք է Սուրբ հոգյով եւ խոսքով հղացվիս եւ երբ որ կհասկանաս կհոժարիս նորեն կծնիս մեռած հոգիդ
գգենթանանան։ Մարդուն պետք է բարելավվել չէ։ Մարդուն պետք է դաստիարակվել չէ։ Նորոգվել չէ։ Մարդը չի դաստիարակվիր։ Մարդուն պետք է գենթանանալ է։ Այս է մարդուն պետք է։ Որովհետև մեռած է։ Մեռած մարդուն ով կգրթե։ Դպրոցներ մեջ մեռած մարդիկ կան գերտան ողջերը գերտան։ Մեռած մարդուն ով գչանա քիչը սրբակրել նայր տուն ասկեդի մեջ հանցավորես եւ սխալ ես պետք է սրբակրես մարդը մերեր է ոչ կշտկվի ոչ կփարելավի մարդը գենթանանալու պետք ունի մարդուն հոգին պետք է հարություն առնի Եվ դուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք անցյալին, ինք ցեզ գենթանացուց։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս սրբված է, օծված է, անոր մենաշնորհն է այս գործը գդարելու։ Մարդուն գենթանացնելու, ջակ տալու, ցերփազատելու մեղքի զորութենեն։ Եվ անսավ, եթե որդին ցեզ ազատ է Ճշմարտապես ազատ կլակ։ Ինչը գազադի։ Հոգին, ասված մարմինին այդ կորդ չունի։ Հոգին գգենթանանա, որ հետո մեր մարմինին անդամներն ալ, որպես կորձիկներ գնձայինք աստուծո, մեր աչքը, ագանչը, ցերքը, ոտքը ամեն դերոջը փառքին համար գկործած է։ Բայց եթե հոգին մեռած է, ցերքը մարդոց երևնալու համար, ասանք Աղվոր թրամ մգուդա, որպեսի ծույց դա, նայր ես տվող եմ, կամ իր անունը հայդարարվի, ասե մարդը, մերած մարդը ինչ ալն է, բոլոր կործերը աստուծո արջև բիղծ լաթի բես է։ Թարցյալ ուրիշ ճշմարտությունը կտեսնենք աս հատվածի մեջ հարության կյանքի իրականությունը։ Ինչպես որ մեղքի մեջ մեռած վիճակիմը իրականությունը գա, այնպես էլ հարուցյալ կյանքի իրականությունը գա։ Հարուցյալ կյանքը առասպել չէ, ասի իրականություն է։ Տեր Հիսուս Քրիստոս կյանքեր գեղաշրջե, սիրտեր կփոխե, եւ այսօր փյուրավորներ հարուցյալ կյանքը գաբրին, այնպես որ իրականություն է, ճշմարտություն է։ Հիմա դժբախտաբար Քրիստոսի անունը գրողներու մեջ այո չես տեսներ, բայց չի նշանակեր թե այդպեսի կյանքը չկա, հարուցյալ կյանք գա, բայց մարդիկ չեն տեսել, անորոշ գկայտակին։ Փառք կուտանք Աստծո, որ Տեր Հիսուս իր վերադարձով այս երևույթեն ալբես վերջնականապես պիտի ազատե։ Պիտի կա քայթագությունները պիտի վերցնե այդպես կսե։ Տեր Հիսուս ինքը սա։ Այսինքն քայթագության պատճառ եղող մարդոց մեջտեղեն պիտի վերցնե, որոնք Աստծո անունը արադավորեցին։ Առաքյալը շարունակելով փրկության մասին հետևյալը գսե. Դուք շնորհքով փրկված եք։ Շնորհքով։ Այս համարի մեջ կտեսնենք Աստուծո կողմէ փրկության միջոցը, որը շնորհքը։ Շնորհք է։ Իրապես մեր գենթանանալն շնորհք է։ Շնորհք է։ Մարդուն կողմեն փրկության միջոցը հավատքն է։ Պետք է հավատք ընծայե։ Աստված շնորհքը կներկայացնե մարդուն, մարդն հավատք ընծայելու է այդ շնորհքին։ Ըսելու է շնորհակալ եմ Տեր։ Այո, գնդունիմ։ Ես հանցանքներու մեղքերու մեջ մեռած եմ, շնորհակալ եմ քու շնորհքիդ համար։ Գհավատամ, գենթանացուրզիս, ես կուզեմ քեզի համար ապրիլ։ Եկեղեցի գերտամ, համ չեմ արդեր, արի բարդականություն։ Հոս գերտամ, հոն գերտամ, փարիկություն ունեմ, լավություն ունեմ, անունս կգարտան, գծափարեն ինձ, բայց ներսս բարապ է, քոհ չեմ, մեռած եմ, հասկացա, որ պետք է գենթանանամ, շնորհակալություն հայտնել, հավատք ընծայել, ինչ որ Տերը կգադարե։ Ուրեմն
Այս է շնորհքով։ Շնորհքը գփրկե եւ մարդը պետք է հավատա։ Ինչ է շնորհքը։ Շնորհքը բանը որ Աստված գադարած է, ըրած է, ամբողջացած է։ Ոչ թե մարդը բանը բիդնե։ Ճիշտ օրենքին հագարակը։ Օրենքը մարդը Աստծո համար բանը գնե։ Շնորհքը Աստված մարդուն համար ըրած է։ Եվ մարդիկ մեծամասնությամբ օրենքով գուզեն փրկվել եւ կենթանանալ բիչլա անկարելի է ես օրենք հրած եմ ես Աստուծո համար գնեմ այս Աստուծո համար եկեղեցի կերտամ ինչու սուրբ գիրքը գարտաս Աստուծո համար ինչու այս բարի գործը գնես Աստուծո համար եւ այլն օրենքներով գուզե Աստուծո արչեւ ներկայանալ որբեսի Աստվածս է ապրիս բրավո թուն արժանի ես պիտի չսե երբեք շնորհքով Աստված կսե այս է ջամփան Տեր Հիսուսով ուրեմն այսպեսով հավատ կընծայենք շնորհքին եւ այս ճշմարտություն կդառնա մեզի համարալ ինչ են գփրկե այս մեծ շնորհքը Մահվան իշխանութենեն գփրկե, մեղքի իշխանութենեն, Աստծո դատաբարդութենեն եւ ամեն օր շարունակ գփրկե մեր թերություններեն եւ դգարություններեն։ Երբ որ մեր հոգին գգենթանանա, հրեշտակներու չենք վերածվիր։ Մեր նոր միտքը որ արինք, ամեն օր գնորոքենք աստվածային ճշմարտություններու լույսին առջև։ Ուրեմն այս համարի մեջ նաև գտեսնենք փրկության վստահելիությունը։ Գսի առաքյալ է, եթե նկատեցիք, դուք շնորհքով փրկված եք եւ ոչ թե պիտի փրկվեք։ Բարձ հավատքով, սակայն ճշմարիտ հավատքով Աստուծո մեծ ու անբադում շնորհքը գվայելես, եթե գնդունիս հավատաս։ Այն ադեն Թունալ Բողոս առաքյալին հետ պիտի գարեն ասել արդ հավատքով արդարացած լալով խաղաղություն ունենք Աստուծո հետ հիանալի փորձառություն է Աստված իր ողորմությամբ եւ սիրով գուզե մեղավոր մարդուն շնորհ տնել գնդունիս հարցը հոսը թե ոչ գուզես քո հոգիդ մերածլա Բիչի գրնաս Աստուծո համար ապրիլ։ Եթե մեղավոր մարդոց դագավին մեղքերու եւ հանցանքներու մեջ մերած են, այդ տասագարքին գբատկանից գմերժես Քրիստոսի գդարած փրկակորձությունը մերժած էր մի շարունակեր այդ վիճակիտ մեջ։ Այս արավոտ ըսե ով դեր ուզեմ գենթանանալ։ Հոս առաքյալի չոր գսե ուզեմ իմ փորձառությունը սլլա։ Եվ դուք որ հանցանքներու եւ մեղքերու մեջ մերած էի ինք ցեզ գենթանացուց ասի փորձառությունս կուզեմ որլա խոսք չէ դուք շնորհքով փրկված եք Երանի ընդունիս այս շնորհքը ան գուզե քեզի շնորհքնել գուզե ողորմիլ գուզե գենթանացնել անոր հետ մեզ հարուց Փառք կուտանք այս մեծ շնորհքին համար Երանելի ես, եթե ընդունած ես այս շնորհքը, եթե ընդունած ես այսօր ըսե ով դեր գխոնարին քո առջև, ալ գթաթրիմ իմ կորձերովս քեզի համար ապրելու չանքեր կատարել, գնդունիմ քո շնորհքը, գենթանացուր զիս քո փառքիդ համար, ամեն։ Դերը ցեզ օրհնե եւ իր շնորհքի մեջ բահե Եվ աղոթենք մեր սիրելներուն համար, որոնք դագավին հերու են այս շնորհքեն, միայն համարնեն հիանալի է։ Ջաշագեցեք, զիքաղցր է դերը գսե։ Ինչը ջաշագեն։ Շնորհքը, այս շնորհքը իր մեջ ջոխ է, ամեն բան արադ է, իր փառքին համար, ամեն։
Շնորհակալ ենք Տերոջն այս վստահության համար, որ մեզի շնորհեց եւ դերը շնորհե որ մեր հարազատ սիրելիներով մեկտեղ ընտրենք Տեր Հիսուս Քրիստոսի դված ծրի փրկությունը եւ վայելենք հավիտենական կյանքը իր ներկայության մեջ։ Մի վերջացնենք երգելով 392-րդ երգը, որուն երկրորդ տունը զանց բիդենենք, հոդնգայս բիդերքենք բոլոր դուները։ Յանալի շնորհք ինչ կացրես տուն, բերգեցիր խեջ ինձպես, գործված էի հերիր զիսկուն, ու գուր արտեսնեմ ես, դեսակ վտանգներ է, աբահով միշտ գանցնիմ, այս կատարով միայն շնորհքն է, շնորհք մինչև դուն հասնիմ, դասնյակ հազար դարիներ վերջ, թեև փայլինք պայծառ, Աստուծո փառք տալու օրեր, ավելի չեն քիչ Ամեն։ Այո, դեր որքանալ փառք տանք, դագավին քիչ է, շնորհակալ ենք այդ մեր շնորհքին համար, որ ամենավատ մեղավորին նույնիսկ գգենթանացնե մեղքի մերած վիճակեն եւ զայն գդարցնե նոր ստեղծվածը։ Փառք ուտանք դեր, որ այսօր փյուրավորներ գվգայեն թե այս ճշմարտություն է, որովհետև թուն գենթանի ես, ողջ ես, կրնաս մեղքի մերած վիճակե մարդոցալ գենթանացնել։ Ընդունե մեր պաշտամունքը եւ լա որ դեր մենք ալ քուքաչ վգաները դլանք այս բարի ավետարանի լուրը դարածելու։ Փառքիդ համար խնդրենք։ Ամեն։ Ամեն։